Լարինգիտ, ֆարինգիտ։ Ինչ պրոբլեմ է սա եւ ինչ տարբերություններ կան, ինչպես են արտահայտվում։ Լարինգիտը ավելի շատ բնորոշ է մեր կոկորդի ձայնալարերի հատվածին, կարող է արտահայտվել ձայնով կարծես աչացող հազի ձևով, կարող է լինել իհարկե նաև կարմրածություն, հնարավոր է անընդհատ խորխի արտադրություն, բայց հիմնականում հենց ձայնալարերի եւ ձայնի կորստի հետ է արտահայտվում։ Լարինգիտը ավելի շատ ընդհանուր կոկորդի շրջանի բորբոքումով է արտահայտվում։ Կարող է ձայնի կորուստ չլինել, խրպոտացում չգնալ, բայց հազը լինել, բայց ոչ հաչացող։ Երկու դեպքում էլ հնարավոր է բորբոքային պրոցես եւ իհարկե շնչառական կամ ընդհանուր օդային վենտիլյացիայի խանգարում։ Այտուցվում է ավշային համակարգը, որի պատճառով կամ քրոնիկ է դառնում, կամ միայն արտահայտվում է սուր վիրուսային շրջանում։ Ինչպես բարձել տարբերությունը եւ ինչպես աշխատել այս խնդիրների հետ։ Այրոֆլեքսում, քանի որ մենք սկսում ենք վերականգնել շնչուղիները բերանի խոռոչից սկսած, կարգավորում ենք անցնելով տարբեր էտապներ։ Դրանք ապարատային հատուկ սպա պրոցեդուրաներն են, ինչպես նաև բնական հանքանյութերով հիգիենիկ սպա։ Արդյունքում շնչառական վարժությունները կարողանում եք կատարել ավելի ճիշտ եւ մոռանում եք այս խնդիրների կրկնության մասին։